Ըստ ինձ խնդիր չկա, որովհետև առավել խնդիր կլիներ, որ տեղամասը կողպեին դրան դիմաց կանգնած զինվորներին զրկեին քվեարկելու իրավունքից։ Ընտրությունների հաջորդ օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ոչ մի խնդիր չէր տեսնում նրանում, որ զինվորներն ընտրատեղամասի փակվելուց հետո էլ շարունակել էին քվեարկել։ 3 օր անց նա փոխեց միտքը։ Չեմ որոշում, ուժի մեջ եմ մտնում նիստում։ 3 կեսգիշերի մոտ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անսպասելի արտահերթ նիստ հրավիրեց ու անվավեր ճանաչեց 2 ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ զինվորականների քվեարկությունը շարունակվել էր երեկոյան ժամը 8-ից հետո։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դա կարող էր ազդած լինել քվեարկության արդյունքների վրա։ Այդ ընտրատեղամասերից մեկը Սյունիքի 35 կոտորակ 65-ն էր, մյուսը Նուբարաշենի 10 կոտորակ 51-ը։ Արդյունքները անվավեր ճանաչելու հետևանքով Բարգավաճ Հայաստանը կորցրեց 213 ձայն։ Սա ոչ այլ ինչ է, քան բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով արգելել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը մուտք գործել ազգային ժողով։ Բարգավաճ Հայաստանը տեղի ունեցածը քվեների ավազակություն է որակում, վստահ են կենտրոնական ընտրական հանձնաժողովի հապճեպ ու անակնկալ որոշումը Փաշինյանի հրահանգով է ընդունվել։ Գիշերվա այսպես մթության քողի տակ կայացված որոշումը ընդհանրապես քաղաքական հրահանգի արդյունք է, որովհետև բազմաթիվ տեղամասերում, որտեղ զինվորները նույն պայմաններում կատարել են քվեարկություն, այդ ընտրատեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն անվավեր չի ճանաչել։ Փոխարենը Բարգավաճ Հայաստանից նկատում են անվավեր են ճանաչվել հենց այն ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ իրենք ավելի մեծ թվով քվեներ էին ստացել։ Քվեարկությանը հաջորդած օրերին, ասում են, վերահաշվարկի արդյունքում իրենք 130 քվե էին արդեն վերականգնել, ինչը 2 անգամով ավելին էր, քան իրենց անհրաժեշտ էր անցողիկ շեմը հաղթահարելու ու խորհրդարան մտնելու համար։ Դրանից հետո է ըստ էության իշխանությունը հապճեպ կարգով մշակել այս օպերացիան Բարգավաճ Հայաստանի խորհրդարան մտնելն ամեն գնով թույլ չտալու համար։ Դրանով է թերևս բացատրվում այն, թե ինչպես Վահագն Հովակիմյանը 3 օրում փոխեց իր կարծիքը, թե ինչու ԿԸՀ-ն նման որոշում կայացրեց կեսգիշերին մոտ կայացած անսպասելի նիստում։ Եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նույնպես մտնի խորհրդարան, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կկորցնի եւս մի քանի քվե։ Արդյունքում նոր խորհրդարանում չի ունենա 3/5 մեծամասնություն եւ միայնակ չի կարողանա շատ կարեւոր որոշումներ կայացնել եւ կարեւոր պաշտոնյաների ընտրել։ Ընդդիմադիրները 3 գիշեր մեկը մյուսի հետևից հայտարարություններ արեցին, ԿԸՀ-ի աղմկահարույց որոշումը կեսգիշերային գողություն որակեցին։ Բարձրացած աղմուկի պայմաններում իրենց ուղղված մեղադրանքները չեզոքացնելու տարբերակը ՔՊԱ-ականներն այսպես գտան։ Մեղադրեցին ընդդիմությանը զինվորների ձայներն անվավեր ճանաչելու պրոցես գեներացնելու մեջ։ Վահագն Ալեքսանյանն օրինակ գրեց, թե առաջիկա 5 տարիներին, երբ ընդդիմությունը կարտասանի բանակ կամ զինվոր բառերը պետք է հիշի, որ հերթափոխից իջած ու քվեարկած զինվորների ձայնն անվավեր սարքելու պրոցես են գեներացրել։ Ընդդիմադիրները կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո պահանջում են վերաքվեարկություն անցկացնել։ Մեր ուղերձից հետո, երբ մենք հայտարարեցինք, որ ՔՊ-ն եւ Փաշինյանը կորցրել է ազգային ժողովի 3/5-ը եւ հնարավորություն չունի Ալիևի պատվերով այլևս սահմանադրություն փոխել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրել է 2 տեղամաս, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ամենաշատ ձայները ունի, եւ այդ տեղամասերի արդյունքները չեղյալ է հայտարարել։ Պատկերացրեք ժողովուրդ, եթե օրը ցերեկով բոլորի աչքի առջև այս մասշտաբի խուժանություն են անում, ընդհանրապես այս ընթացքում ինչեր են սրանք արել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ եւ հանձնաժողովի կազմը պարզապես հանցագործներ են ՔՊ-ի համար գործիք այս խայտարակությունը, ապօրինությունը եւ կեղծիքը իրականացնելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչդեռ վերաքվեարկություն երեկվա որոշմամբ չի նշանակել։ ԿԸՀ-ից հայտնել են հնարավոր որոշումը կարող է կայացվել կիրակի սպասվող նիստին, երբ ամփոփվեն ընտրությունների արդյունքները։ Այնուամենայնիվ իրավաբանները նկատում են, ըստ ընտրական օրենսգրքի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատեղամասում վերաքվեարկության որոշում է կայացնում, երբ համարում է, որ ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ամբողջ ընտրությունների արդյունքների վրա։ Այսինքն ԿԸՀ-ն նախ նման որոշում պետք է կայացնի։ Եթե այն տեղի ունենա, ապա քվեարկությունը պետք է անցկացվի դրա ընդունումից հետո 7-րդ օրը։ Ընդդիմությունը շատ բարձր ցուցանիշներով ձայն է հավաքել
Վերաքվեարկության պահանջով ԲՀԿ-ականները կեսօրին հավաքվեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Հանդիպեցին Վահագն Հովակիմյանին, սակայն նրանից այդպես էլ վստահեցում չստացան, որ վերաքվեարկություն կնշանակվի։ Փոխարենը նրա համար ԿԸՀ-ի շենքի դիմաց խորհրդանշական նվեր թողեցին, նկարչական պարագաներ։ Որպեսզի երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը բուրըն եւ անհաղթահարելի ցանկություն ունենա նկարչությամբ զբաղվելու, կարողանա այդ պարագաներով նկարչությունը իրականացնել, այլ ոչ թե թվաբանական աճպարարություններ իրականացնի քաղաքական տարբեր ընդդիմադիր ուժերի, այսպես քվեների հետ կապված։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հավաքին չէր մասնակցում։ Նա առավոտյան գրառում էր արել Facebook-ում հայտարարելով, որ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը։ Նա ԿԸՀ-ի որոշումը բացահայտ ջարդարարություն էր որակել իր ընտրողներին, վստահեցրել, շարունակելու են օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել նրանց վստահության քվեն։ Ավելին Ծառուկյանը հայտարարել է, դա այլևս միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության խնդիրը չէ։ Իրենց թիմը առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է համագործակցելով ընդդիմադիր բոլոր գործընկերների հետ։ Սկսում են քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ միասնական օրակարգի եւ քայլերի մշակման համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կիրակի նույնպես կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։